սեփական ժողովրդի, սեփական հանրության, սեփական ազգի, սեփական քաղաքացիների դեմ հոգեբանական տերորի արդյունքում գործող իշխանությունը բերել է հասցրել է ասենց մի հատ դիլեմայի։ Ուրեմն կամ անհատապես խմբային ցանկացած ինստիտուտ պետության սպիտակ դրոշներ բարձրացրած բավարար չի։ Յուրաքանչյուրը ձեր սեփական սպիտակ դրոշը կբարձրացնեք։ Այսինքն կամ կունենաք տոտալ կապիտուլյացիա, տոտալ անհատականից մինչև պետական։ Կամ կունենաք պատերազմ, իսկ եթե պատերազմ, պարտադիր պարտություն։ Ուրեմն սա է այսօրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Կամ հիմա որով եք շարժվում, իդեպ աչքի առաջ ունեցեք, եթե կընտրեք այդ սպիտակ դրոշների քաղաքականությունը, այսպես կոչված, միշտ ուրեմն շապիկի ետևում, շալվարի մեջ, ծոցագրպանում, լրացուցիչ սպիտակ դրոշներ ունեցեք, որովհետև այն ինչը կգա որպես առաջի փուլ, ու ձեզ կթվա, որ այդ սպիտակ դրոշով ավարտեցիք առաքելությունը չակերտավոր պատերազմ չբերելու, չեք ավարտի դրանով, որովհետև դիմացինը շարունակությունը կուզի, հանկարծ նենց արեք այդ սպիտակ լաթի պակասը չունենաք։ Իսկ կարող մի անգամից ազգովի այդ սպիտակ լաթով փաթաթվենք ու պրծնենք։ Ուրեմն մեկ, այս այլընտրանքը չակերտավոր, մյուս այլընտրանքը ներկայացվում է որպես հնարավոր պատերազմ, իսկ եթե պատերազմ, բնականաբար պարտություն։ Ոնց կարող է պատահի հանգած պատերազմի պարագան չլինի պարտություն։ Էս է այսօրվա դրված մոդելը։